Այսօր մենք ունենալու ենք հատուկ հեռարձակում և հատուկ թողարկում, որտեղ մենք կներկայացնենք մեր տեսանյութերի հավաքածուն։ Այսօրվա մեր թողարկումը նվիրվում է Ղևոն վարդապետին։ Էդի որգրամոլություն չի, էդի մարդը իր առողջության համար կերավ, գնաց, բան եղավ։ Բայց սովորություն կար, պետք է կատու բռնեին, դնեին այդ սենյակի մեջ, փակեին, հակառակ դեպքում չէր կարող լինել այդ արարողությունը։ Ասում եմ տղամարդիկ երբ որ սոված են ու քունները տանում է, իրանք ջղայնանում են, բարկանում են, իրանց փորը պետքա կոշտ լինի։ Բայց ինքը գիշերը կարա ամբողջ միջև 1-ից գիշերվա կամ 10-ից միջև առավոտ դիսկոյում πάρի, երգի, ուրախանա։ Մեծոպահքի ժամանակ հաղորդություն չի տալիս հավատացյալներին։ Մի ոք երեխայի ծանմակից ապաշխարողած։ Շատերը կան, որ շատ են խորանում, որ կինը պետքա կանացի հագնված լինի, չի կարող շալվարով գա, շորտիկով, սենց մայկով ու չստիկներով էլ։ Մի հատ էլ սենց կեպկով։ Ոտքերի հետ խնդիր ունեն, իրանք հագնում են բոթասատիպի կոշիկներ։ Ես հիմա բոթասով եմ։ Ու տարբեր քահանաներ տարբեր ձև են մատուցում պատարակը։ Ինչքան քահանա, այդքան պատարակ։ Պատարակը նույնն է։ Ձեր կարծիքով մեր եկեղեցին հիվանդ է։ Եկեղեցին սուրբ է։ Ժողովուրդը ինքը ճկուն է։ Այսօրվա կտրվածքով չեմ կարող ասել, բայց ընդհանուր առմամբ եւ նամանդ հավատացյալը, որը պետք է այնքան ճկունություն ունենա, որ կարողանա ինքն էլ հասկանա։ Մենք միայն կօգնենք ուղղորդել, ցույց տալ ճանապարհը, հասկացնել, բացատրել ինչու է այսպես, ինչ որտես բանը կամ այն բանը, այդ սովորությունները որտեղից են եկել, ինչու են եկել, երբ որ սա հավատացյալը ընկալում հասկանում է, ինքը արդեն կարողանում է իր հարցերի պատասխանները ճիշտ դրսևորել։ Ես մի հատ փոքրիկ բան պատմեմ, որ ավելի հասկանալի լինի։ Այդ դեպքը, սենց ասեմ, պատմությունը բուդդայական մի վանքի մեջ է տեղի ունենում։ Իրենց ուսուցիչը շաբաթը մեկ աշակերտներին հավաքում էր միտեղ, որտեղ իրենք իրենց մեդիտացիա աղոթքն էին անում եւ ինքը իրենց խրատում էր։ Բայց իրենք մի հատ կատու ունեն, այդ կատուն միշտ գալիս իրենց խանգարում էր։ Ինչ էին անում, ամեն անգամ այդ օրը հավաքվելուց այդ կատուին տան մի հատ վանդակ, ինչ-որ սենյակի մեջ փակում էին, նոր նստում էին։ Ու անցավ այդ ուսուցիչը մեռավ, աշակերտները նոր սերունդներ եկան բան, բայց սովորությունը մնաց հավաքվել, աղոթել, խրատներ եւ այլն։ Բայց սովորություն կար, պետք է կատու բռնեին, դնեին այդ սենյակի մեջ, փակեին, հակառակ դեպքում չէր կարող լինել այդ արարողությունը։ Հիմա շատ բաներ մեր կյանքի մեջ կա, որ այդ սովորությունները մեր հավատացյալները, մենք էլ, ես էլ շատ բաներ անում ենք չհասկանալով։ Այսպես է պետք է անենք, բայց երբ որ դու հասկանում ես ինչու ես անում, ինչի համար ես անում, քո հավատքն է, Աստծուն ընկալելը, ինչ որտեղ բանի խորհրդին հաղորդակից լինել, լրիվ ուրիշ ձև է ստացվում։ Դրա համար կփորձենք բացահայտել այդ բաները։ Հուսամ, Աստծու կամոք։ Ուրեմն կներես հարցերը Շատ գեղեցիկ օրինակ վերեցիք։ Փորձենք նենց անենք, որ կատվին վանդակին վեր չպահենք։ Այո, այդ սենյակի մեջ, որ չկապվենք կատվի հետ, էլի։ Այո, շատ գեղեցիկ օրինակ է։ Շնորհակալություն օրինակի համար։ Ես միշտ ասել եմ, որ մեր վարդապետությունը ամենագեղեցիկ վարդապետությունն է։ Դե, հենց այնքան բաներ կա, մերոնք ցավոք սրտի չեն հասկանում։ Մենք ցավոք սրտի օտարասերությունը լավ բան է, բայց օտարամոլ ենք։ Մենք մեր անարգում ենք, բահենա, հույները սենց է, բա մենք որ դարից համտետ, ինչու են այդ բանը անում, արգելում, մենք հավատացյալ ենք, մենք ուզում ենք հաղորդվենք։ Պատարակի հետ կապված, ես լինելով պատարակիչ, ժամանակին էլ որ շապիկ էի հագնում, հիմա ավելի տեսնում ես, գնում եմ Հայաստան, այսենց դափոնով, այսինքն անուններ են գրում։ Անուններ են դնում, որ պատարակիչը հիշատակի։ Դե հիմա պարզ հավատացյալը, թող որ լսում է հարց։ Դուք այդքան որ դրել եք, այնտեղ քանի հազար հոգու անուն միգուցե կարող է լինի։ Պատարակիչը կհասցնի
պատարագի ընթացքում կարդալ։ Շատ դեպքում ձեռագիր են, ասում եմ, հավիկ եղունգով գրած, նենց մանրը չես էլ տեսնում կամ չես հասկանում ձեռագիրը գրած է։ Ես հարցնում եմ, ինչու եք դնում։ Մեկը քահանան չի կարդալու, ուզենա էլ չի կարդա, ինքը պատարագը չի թողնելու, տիրոջ հետ խոսա, կարդա անուններ։ Ասում են, դե ոչինչ, դու ընդեղ թող կպնի, ընդեղ Աստված տեսնում, ասես մի հատ բան են հորինել, ասում են, բայց կներեք, այդ մոգություն չի։ Եթե դու բան ունես, եկեղեցին կարգ ունի, պատվիրել պատարագ ննջեցյալի համար։ Հոգեհանգիստ պատվիրել, սենց ենք ասում։ Եկեղեցու կարգը հետևյալն է, մարդիկ գնացել են, հիմա Հայաստան սենց է կարծեմ, չեմ ձեր մոտ, ձեթ են տանում, գինի են տանում, ալուր, մոմ եւ ինչ-որ նվիրատվություն են անում հոգեհանգիստ պատվիրելու։ Հայաստանում այդպես են անում։ Մարդը պատվիրում է, անունը գրում են եւ այդտեղ քահանան պատարագիչ ավելի ճիշտ մաս ունի պատարագի ժամանակ ասելու, որ նրանք, որոնք պատվիրեցին պատարագ եւ ում համար։ Բայց անունը չի կարդում այլևս։ Կա եւ եթե քիչ պատվիրած է, քիչ այդ մի քանի հոգին են անում, մնացածը դնում են, ասում են ծանոթի միջոցով դիր, դպիրին ասում են, թող այնտեղ կպնի հետ բեր։ Այդ մարդիկը այդ մագաղատի թղթի պես էս պահում են, բերում դնում, տանում են։ Հետո այդ թղթի կռիվ է լինում, այդ ցավոք սրտի տեսել եմ, իմ թուղթս կորավ, բերեք, տվեք։ Մարդիկ ցավոք սրտի դա որտեղից է գալիս, դա ռուս եկեղեցու։ Ռուս եկեղեցում բան կա, որ իրենց քահանան, դպիրը, սարգավակը, պատարակը գնում, այնտեղ թուղթը դնում, կարդում է։ Իրանք բան ունեն, պրոսկոմիդիա կոչած, իրանք հացը թթխմոր է, փշտանքներ ունի։ Ինքը այնտեղ պատարագիչը միջև պատարակ կամ սարգավակը պատարագի ընթացքում անունները կարդալով փշտանքներ է հանում մեջից։ Իմաստը ո՞րն է։ Այդ փշտանքները, այդ հացի մեջից այդ փշտանքները դա հավատացյալներն են։ Ու այդ փշտանքները sense բլուրը առաջանում, լցնում են սկիհի մեջ։ Հետո այդ դրանով գթալով կերակրում են ժողովրդին։ Դրա համար իրանք այդ ժամանակը ունեն կարդալու, իրենց մոտ այդ ձև է, իսկ մեր մոտ այդ ձև չի։ Մենք տարին 5 անգամ ունենք ննջեցյալներին հիշելու բան, եւ ամեն մեկը կարա իր տան մեջ իր ննջեցյալի համար հիշի եւ բարի գործ անի, ողորմություն անի, կերակրի։ Դա ավելի լավ է, քան թե թուղթը տանես դնես, որ Աստված ընդից գա քո հավատքը, քո սիրտը տենա, չգիտեմ, մի հատ sense բան են ֆորմուլա են մտածել, որը հավատքի հետ կապ չունի, էլի։ Փոխարենը տարին 5 անգամ կան հոգեհանգիստ պատվիրեն, օրինակ ընդունված ձևով, որ իրանց անունը կարդացվի, քան թե թուղթը դնեն, իսկ նույնն էլ կարելի է առողջների համար, հիվանդների համար, էլի, բան անել։ Դրա համար, սիրելի մեր հավատացյալ ունկնդիրներ, հետևեք մեր եկեղեցու սովորություններին, մեր եկեղեցու ընդունված ձևերին, էլի, ոչ թե օտար բաները բերեք, մտցնեք մեր մոտ, որը ինքը չի կարա զուլվի, էլի, չի կարա, հետո էլ նեղվեք, ինչու ձեր անունը չկարդացին։ Հարցումը ինչի մեջ է, որ այսինքն ինչպես հագնվեն։ Այո, ինչպես հագնվեն, քանի որ ասում են Աստվածաշնչի մեջ գրած է, որ տղամարդիկ կանացի շոր չպետք է հագնեն, կանայք տղամարդու շոր, բայց մենք ինքներս գիտենք, որ այն դարերում ուրիշ ա եղել զգեստները։ Տղամարդիկ ուրիշ զգեստ են ունեցել, կանայք ուրիշ զգեստ են ունեցել։ Ավելի որ ուսումնասիրենք, դա մի քիչ ուսումնասիրության, բայց որ կինոները կամ նկարների մեջ նայում ես, հիմնական տղամարդիկ կանանց պես են հագել, իսկ կանայք տղամարդու պես ավելի տաբաթի շլվարի պես բան են հագել, տղամարդիկ sense երկար փեշ են հագել։ Այսինքն որ sense նայես եւ պետքա հասկանալ ինչու են ասել ձևի չհագնես, այն ձևի չհագնես ու թռնենք մի քանի հազար տարի հետո գանք 21-րդ դար եւ ասել այսպես մի հագնվեք, մի քիչ խնդալու է, որտեւ եթե այդքան մարդը ընկնում է այդ հագուստների, այդ բաների հետևից, կա ուրիշ շատ բաներ։ Օրինակ Պողոս առաքյալը Կողոսացիներին ուղված թղթում ասում է դուք Քրիստոսով արդեն
գնվել եք, թող մեկը ձեզ չդատի Իլյա Լուսինի, Էստոնի համար կամ մեկը ձեզ չասի մի դպի, մի արա, այսպես արա, այսինքն քրիստոնյան այդ բաներից ազատ է, բայց մյուս կողմից պետք է նայենք մշակույթը հագուստների։ Մենք էլ ենք մեր հայ հասարակությունը ունեցել է իր մշակույթ ազգային տարած հասկացողությունը։ Բայց հետո մտավ ավելի եվրոպական հագուստաձևը, չէ, այդ ձևը, հետո դա զարգացավ, այսինքն գիտեք ինչի պես էր Ադամը Եվան մերկացան Աստված շոր տվեց, բայց մարդկությունը եկավ հասավ այն բանի, սկսավ նենց հագնվել, նորից մերկացավ, նորից մերկանում է։ Բայց ինձ թվում է եկեղեցուն պետք է պատշաճ հագնվել, որ ուրիշին ուշադրությանը չգրավել, գայթակղության պատճառ չբերել, օրինակ կանայք կարող են մեկը չի արգելում տաբաթ, հա, շալվար հագնել, որտեղ շատերը օդանավ ճամփորդելով դյուրին է իրենց այդ ձևով ճամփորդել կամ ինչ-որ մի տեղ գնալ։ Բայց եկեղեցում եթե ինքը տենց է գալիս, ինքը պետք է հաշիվ անի, կներեք հագուստ նենց հագնի, շատ քիփ չլինի, որ կանացի բարեմասնությունները մեջտեղ չլինի, որովհետև տղամարդու աչքը, հայացքը ինքը շուտ քաշող է, ինքը կարող է ֆիքսվի կնոջ վրա, այսինքն ոչ թե հատուկ մտքերով ու իրան շեղի մեղքի մեջ գցի։ Ու այդ կինը ես հագել եմ ինչ, ես ազատ եմ, դրա համար եկեղեցի գնալուց պետք է նենց հագնվեն կանայք, որ պատճառ չդառնան։ Չնայած գայթակղողը առանց պատճառ էլ կգայթակվի, բայց այսօր մենք եկեղեցու խորհրդի մասին ենք ասում։ Ուրիշ բան, որ մեկը աշխատանքի է գնում եւ այդ պայն մտնում է եկեղեցի մի հատ աղոթ կամ դուրս է գալի, ուրիշ բան, որ ինքը պատրաստվում է գալ պատարագի կամ ինչ-որտե մկրտություն, հարսանիք, դե այսօր ցավոքի հագնվում են շատ մի գրեհիկ ձև են հագնվում, մեկի երեխու կնունքն է կամ հարսանիքն է, հագնվում են շատ ցուցադրական, կիսաբաց, օրինակ վերցնենք Երուսաղեմի եւ Հայաստանից եկած կանանց միշտ կոնֆլիկտ եմ տեսնում։ Հայաստանցիները որ գալիս են, ասում են Երուսաղեմցի կանայք գլուխները չեն ծածկում։ Այն նրանք էլ ասում են, մենք գլուխները չենք ծածկում, բայց մեր թևերը երկար է, մեջքը օծիկը փակ է, ձեր մոտ կարող գլուխդ փակում ես, բայց այսպես դեկոլտե, մեջքը բաց, թևերը այսպես հետույքը բաց գալիս են, այո, կներեք։ Մի քիչ հա, եւ գլուխը ծածկում են։ Դրա համար ամեն բան ինձ թվում է պատշաճությամբ պետք է լինի։ Տղամարդիկ էլ ես չեմ ասում բոլորը չունեն այդ կոստյում կամ փողկապով, եսի ինչով, բայց նորից եմ ասում, պատշաճ, գայթակղիչ չլինի, մաքուր լինի, որտեղ մեր ժամանակին մեր պապերը, հայրերը, որ տատիկները եկեղեցի են եկել, այդ օրը հատուկ հագնուստ են ունեցել, հատուկ հագնվել են մաքուր, պահել են այդ օրվա համար։ Ոչ թե այսօր չստիկներով տնից խալաթով, այսինքն հելնես գաս եկեղեցի, ու մի քիչ բան չի։ Գալիս ենք գլխաշորի մասին, չէ, ծածկելու մասին։ Սա մեծ բան է արվում, որ այսօր շատերը գալիս են եկեղեցի, եկեղեցում են ծածկում կամ էլ հաղորդության են մոտենում, նոր են ծածկում, այն մեկը մոռացել է, այդ մի գլխաշորով կարող քանի հոգի ծածկվեն։ Սա էլ է գալիս, պետք է հասկանալ որտեղից է, իսկ հագուստի տղամարդ կնոջ թող մեր հավատացյալները, որ մեզ լսում է, ինքը մի հատ ուսումնասիրի եւ հասկանա պատմական բանով, թե որ հագուստն է տղամարդու, որը ինչ։ Դրա համար թող իրենք մի հատ լավ ուսումնասիրեն։ Իսկ գլխաշորին պետք է հասկանանք որտեղից է գալիս։ Դա Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղղված թղթում, որ ասում է չի վայելե կնոջը, որը աղոթում է եւ մարգարե անում է բաց գլխով, դա անարգանք է եւ տղամարդը փակ գլխով աղոթի եւ մարգարեանա։ Ուրեմն ուսումնասիրելով հրեական ավանդույթները, որը միջև հիմա պահվում է, ես իմացա հրեաներից, որ ինչու են իրենք գլուխը ծածկում։ Ժամանակին
հрեաները ոչ կանայք, ոչ տղամարդիկ, ոչ երեխաները գլուխը չեն ծածկել, բաց են եղել։ Եվ երբ որ հрեաների տաճարը կործանվեց, Սողոմոնի տաճարը կործանվեց, գերության քշվեցին, հрեաները սուքի մեջ մտան, մեծ սուքի մեջ մտան եւ հագուստները պատռեցին եւ գլխին մոխիր լցրեցին։ Եվ անընդհատ չեն կարա լցնեն, որպեսզի հիշատակ այդ մոխիրի եւ կործանման տղամարդիկ եւ կանայք ինչ արին, սկսեցին գլուխը ծածկել։ Նայեք որտեղից է գալիս գլուխը ծածկել։ Եվ օրինակ էլ բերեմ, երևի հետաքրքիր կլինի, հույները, մազերը, հոգեորականները պոչկ են անում, երկար են պահում։ Դա էլ գալիս է, երբ որ Կոստանդնուպոլիսը կործանվեց եւ Աղիո Սոֆիա տաճարն էլ կործանվեց, ձեռներից առան, հույն հոգեորականները ուխտ արեցին, մազերը չկտրեն, Միջև ետ վերադառնան։ միջև ետ վերա։ Հետո դա մնաց սովորություն, ինչպես են բուդդայական բանը, կատվի պատմությունը։ Հիմա որ շատերին հասցնես, դեսի վանականը իրավունք չունի մաս կտրել։ Նույնը գալիս են հрьяաների մոտ, անցնում են դարեր, շարունակ գալիս է ինչ է դառնում, հрьяաների մեկնություն է, որ կինը ի ծնե Աստծուց շնորհ ունի, Աստվածա ճանաչողության, ինքը պետք չունի կինը նստի սովորի։ Իրանք հիմա sense բան ունեն իրենց նախնիներից, իսկ տղամարդը մանկությունից ի վեր պետք է սովորի, այսինքն ուսումնասիրի Աստծո խոսքը։ Եվ դրա համար տղամարդը գլուխը պետք է ծածկի Աստծո հանդեպ իր հարգանքը, միշտ խոնարհությունը։ Իսկ օրիորդ աղջիկները գլուխը չեն ծածկում աղոթքի ժամանակ, արարողությունների ժամանակ, հրեաները միջև հիմա։ Իսկ կանայք, որոնք ամուսնանում են, իրան գլուխը ծածկում են ինչի համար ի հարգանս ամուսնու, որ ինքը կիսում ամուսնու հետ իր բաժինը, ամուսնու հետ միասին գլուխը ծածկում է, բայց ինքը կարա չծածկի։ Ու իրանց մոտ 3 ձև կա գլուխը ծածկելու, գլխարկ են դնում, կեղծամ, պարիքա, եւ սենց շալով հատուկ փաթաթում են։ Ու դա տարբեր համայնքները, տարբեր ձևի, տարբեր երկրներից եկածները, նույնիսկ Եվրոպայում եվրոպացիները, երբ որ սկսեցին արգելել, որ մարդիկ գլուխը ծածկեն, սկսեցին կեղծամ գործածել։ Երևի հիշում եք եվրոպացի թագավորներ, բանսս տղամարդիկ դատավորներ կեղծամներ են դնում։ Դա եկավ նրանից, որ գլուխը չպետք է ծածկեն։ Ու հрьяաները ворթեգրեցին, կանայք էլ այդտեղից ворթեգրեցին, որ գլխարկի տեղը կեղծամ։ Մեզ մոտ այստեղ Բելգիայում հրեականայք ամուսնությունից հետո իրենց գլուխը սափրում են ու կեղծամ են դնում։ Կամ որ սափրում են տարբեր ուղղություններ։ Դա էլ գալիս է ասում են, որտեվ երբ որ կանանց եկել են թշնամին հարձակվել, այն ինչ արեք, կանանց բռնաբարել է։ Չէ, երբ որ հարձակում են այդ կեղծամ անգնում, տհաճ տեսարան է, զզվանք էր առաջանում, սենց բաներ են բացատրում, դե ուրեմն գլուխը ծածկելու իմաստը Պողոս առաքյալը այնտեղ խնդիր է լինում Կորինթաց եկեղեցվո մեջ, տարածքում Դելֆիական տաճարը հեթանոսական, ուր քրմուհիները մարգարեանում են, իրանք ինչ-որ խոտերի այդ ծուխերից նարկոտիկ ազդեցություն էին ընկնում, սկսում էին լեզուներով խոսել, տարբեր բաներ էին ասում, եւ մարդիկ կային քրմեր, իրանց մեծերը, թարգմանում էին չաստվածների падգամը, փոխանցում էին բաներին, ժողովրդին։ Հիմա պատկերացրեք այդ ժողովուրդը, որը սովոր է այդ բան, քրիստոնյա է դառնում, ու լեզվախոսությունը դառնում է սովորական բան իրանց համար, չէ՞ որ Սուրբ Հոգի։ Դրա համար այնտեղ մտնում է այդ բանը, այսօրվա կյանքի խոսք կամ լեզվախոս տարբեր շարժումներ, աղանդներ, բերում են Պողոսի թղթե այդ խոսքերը, որը Պողոսը հակառակն է, ինքը չի ընդունում այդ լեզվախոսությունը, այսօր լեզվախոսության նյութը չի։ Ուտեղ կանայք ինչ են ասում, մենք կին ենք, մենք հավասար ենք տղամարդկանց, մենք գլուխը չպետք է ծածկենք ու կարանք մարգարեանանք, կարանք աղոթքը վարենք։
Դրա համար Պողոսը հերվից է գալիս, ասում է դուք գլուխը չեք ուզում ծածկեք, եթե ուզում եք մարգնել, պետքա ծածկեք ի նշան հրեշտակների։ Իսկ հրեշտակների նշանը ինչ էր։ Դա ավելի սատանաների նաև, այսինքն դևերի, որտեղ Եվան ինչ մեղք գործեց, Ադամի գլխի վրից թռավ, սենց ասեմ, գնաց պտուղը կերավ ու բերեց Ադամին տվեց։ Ինքը չեկավ ասեց. Ադամ, էս ով է եկել ինձ բան ասում։ Հələ մի հատ արինայ։ Ինքը կերավ, ուզեց առաջինը լիդեր դառնալ։ Դրա համար քրիստոնեական տեսանկյունով գլուխը ծածկում է ի նշան սատանաներին, որ ես հնազանդ եմ, գլխիս տեր ունեմ։ Ես չեմ գայթակվի, ես քեզ չեմ լսի, ունեմ ամուսին։ Ու դրա համար ինքը պետք է բացահայտել նաև այդ գլուխը ծածկում է նրա համար ցույց տալու ուրիշներին, որ ես արդեն ամուսնացած եմ, գլխիս տեր ունեմ։ Դա մտնում է քրիստոնեության մեջ, որ ամուսնացած կինը միշտ գլուխը պետք է փակ պահի, ոչ թե միայն աղոթելու պահին։ Ինքը միշտ գլուխը պահա է, դուրս է գալի, գլուխը ծածկել է, որտեղ ինքը իր գեղեցկությունը, մազերը, որը գայթակղիչ են տղամարդու հայացքին, մազերը, կինն էլ որ ուզում է բան, մազերն ասես բաներ ան, չէ՞։ Այսինքն այդ մազերն ան գծում։ Դրա համար ծածկում է, ինքը ցույց է տալ այդ բանը իմ ամուսնուս է։ Իսկ տղամարդը գլուխը չէր ծածկում, որտեվ իր գլուխը Քրիստոս է։ Դա արդեն քրիստոնեության մեջ է, այս էլ հрьяաների պատմությունը չեմ ասում։ Գլուխը Քրիստոսն է, իսկ այստեղ հարց կար առաջը, բա հոգևորականը կուսակրոնները ինչու են ծածկում, որտեղ կուսակրոններ ինքն էլ հնազանդ է իր իշխանությանը։ Ինքը ուխտ արե հնազանդվելու եկեղեցու իշխանությանը, գլուխը փակ է։ Այդ խորհուրդը կա նաև, հասկանում եք։ Դրա համար այսօրվա կտրվածքով ես միշտ սենց եմ ասում, որ պետք չի փոքր աղջիկներին ստիպել գլուխը ծածկեք, դա որտեվ իմաստ չունի, ինքը ամուսին չունի, որ ցույց տա նշանը իր գլխի։ Դեռ ամուսնացած չի, օրիորդները։ Բայց եթե ամուսնացած կին է, եթե դու ամբողջ օրվա մեջ մազերը չես ծածկում, այ հակառակը գնում ես սարքում ես, որ ուրիշներն էլ տեսնեն, էլ եկեղեցում ինչու ես փագում։ Հարց։ Որ քահանային չգայթակղի։ Չէ, եկեղեցում ծածկում է, որպեսզի գրած է, չէ, որ աղոթելուց պետքա ծածկես։ Լավ, եթե աղոթելուց չէ, Պողոս այնտեղ եթե ամբողջ գլուխն ես կարդում 11-րդ, հիմա դա չմեկնաբանենք, չբացատրենք, Պողոսը ոչ ուներ խոսալու, ինքը մի անգամ չէր հարցակում, ոչ, սխալ եք, մեղավոր եք, ինքը հերվից հա աղոթում եք լեզուներով, լավ եք անում, ես էլ եմ աղոթում, կամաց բերում հասկացնում որ լեզուն ծպից բան է։ Նույնն էլ գլուխ ասում է դու ուզում ես աղոթածդ հասկանաս ինչ ես աղոթում։ Հա, նույնն էլ բանն ասում է դուք որ ասում է ուզում եք մարկանաք, բայց գլուխը չեք ծածկում, թեման դառնում է գլուխը, դուք գլուխը չեք ծածկում ու հելել եք արդեն գլուխը չծածկելով արդեն դուք հելել եք ոտքի մեր քարոզի չեք դառել։ Այսինքն նա ինչի է բերում այդ անհուն։ Դրա համար մյուս տեղում հիշեցնում է ինչի Տիմոթեոսի ասում է Եվան մեղանչես, ոչ թե Ադամը, հասկացնում է, որ կինը դու արած, դու քո այս անհնազանդությամբ ես գլուխը չես ծածկում, դու ասում ես ես գլխիս տեր չունեմ, բայց իմացի տերը քո գլխի ամուսինը տա, Քրիստոսն է իր տերը, ոչ թե քո տերը։ Եթե դու դա չես ընդունում, դու Քրիստոսին էլ ես մերժում, ձևով մա։ Իսկ հետո քրիստոնեական բաներում սովորությունը Օսմանական կայսրության լծի տակ մնացած ժողովուրդները, Երուսաղեմ օրինակ, սկսեցին կանայք գլուխները չծածկել։ Դա պատմական բանով, ինչու, որտեվ իրանք ուզում էին տարբերվեին մուսուլման կանանցից, որոնք սս փակված են, իրանք բացեցին։ Դրա համար այդ սովորությունը մնաց քրիստոնյաների մեջ գլուխները բաց, մանգալ, բայց եկեղեցում գնում ծածկում են։ Դրա համար նորից եմ ասում, եթե դու միշտ ծածկած չես մանգալի, իմաստ չունի ինտեղ էլ։ Բայց որ եկեղեցում ասում են պետքա ծածկես, գնա ծածկի։ Այդքան բան է սրա մասին։ Այսինքն մարդը ինքը պետքա որոշի, ինքը ինչ է ուզում անի։
Ինքը պետք է իր կոնտակտը ունենա իր տիրոջ հետ, Աստծո հետ։ Դե գիտելիք էլ պետք է ունենա։ Դե հիմա եկել է, կինը մտնում է եկեղեցի, իրան ասում են գլուխը ծածկի։ Եթե սկսի վիճել կռվել մի ուրիշ բան, դա ավելի լավ է ծածկի, չէ՞, սենց Բայց այդ ասենք։ մարդը պետք է հասկանա ինչի է ծածկում։ Դե իմ ասածը սես է, եթե ինքը չի ծածկում, որպեսի ցույց տա, որ ես գլխիս տեր ունեմ, հա, Պողոս ջան, Պետրոս ջան, դու որ ես ասում եմ, ես գլխիս տեր ունեմ, ես շոքին խես ծածկի գլուխս, որտեվ ես տեր ունեմ գլխիս։ Իմ գեղեցկությունս դու արժանի չես, ինքն արժանի, դու չես ծածկում, գալիս ես եկեղեցում ես, ասես միացես բան ես, թաշկինակ ես տնում կամ չգիտեմ ինչ ես տնում։ Լավ, էսի թող սխալ չհասկանան մեր կանայք, բայց իմաստություն։ Մեղավոր մարդը երկու բան պետք է միշտ հիշի՝ իր բազում մեղքերը եւ Աստծո մեծ ողորմությունը, որը ծածկում ամբողջ աշխարհի մեղքերը։ Ասում եմ, եթե մենակ հիշես Աստծո ողորմությունը, որ Աստված ողորմած է, ներող է եւ այլն, ասում եմ դու հույսով կմեղանչես, ի վերջո անհույս կկորնչես։ Իսկ եթե ասում եմ դու մենակ մեղքերը հիշես, բայց Աստծո ողորմությունը չհիշես, դու հուսահատ կմնաս եւ նորից կկորնչես։ Դրա համար այդ երկու բանն է պետք՝ քո մեղքերը եւ զղջումը, որ Տերը ներում է ամեն տեսակ մեղք ու շարժվել առաջ ու հետաքրիր բան ասում այսօր ասում Աստված նստած է ողորմության գահին, որ դու հնարություն ունես գալ խնդրելու եւ ինքը կների, ասում ներում է զղջացողին, ոչ թե չզղջացողին, եւ եթե նստի արդարության գահին, այն ժամանակ էլ քո ինչքան ուզում ես ողբա եւ լացի։ Դրա համար այսօր ժամանակ ունեք, եթե ձեր մեջ մեղքը նստած է եւ դուք ամանչում եք գնալ ասելու, եթե Քրիստոսին սիրում եք, դուք չեք կհաղթահարեք այդ ամոթը։ Իսկ եթե ամանչում եք պատճառներ եք βρում, ուրեմն ըստեղ ուրիշ բան կա, ու ձեր մեջ սերը չկա դեպի Քրիստոս։ Օրինակ մեկ ասում է, ես ծուլանում եմ ամբողջ օրը չեմ ուզում, չեմ կամ աղոթեմ, հա, ծուլանում է, մարդը դա զղջում է, բայց ուժ չունի գտնելու, բայց իրան ասում ես, որ թո անդադ ասես դու ծույլ ես, ինքը քեզնից լավ գիտի դա ինքը ծույլ ես, չէ՞։ Ինքը երբ որ դու ասում ես, գիտես ինչ, սերդ քո մեջ այնքան քիչ է, որ դու ծուլանում ես աղոթես առ Աստված։ Էդի ավելի ուժեղ իմպուլս է տալիս, որ մարդը գնա զղջա, քան թե անդադ իրան ասեն դու ես, որ քրիստոնյան չգիտի, որ ինքը էս մեղքն է։